որ արգելք թե ոչ եւ շարժվենք առաջ։ Համեցեք։ Անջատված է ձեր։ Պարոն Արիստակեսյան, դուք ասեցիք, որ պարոն Գրիգորյանը աստվածներին մոտ է գտնվում, ուզում եմ իմանալ կոնկրետ Աստծուն մոտ է գտնվում, ով էր Աստվածը այս պարագայում, եթե կարելի է այդ հարցին պատասխանեք, անցնենք մեր օրվա քննարկմանը։ Ես իմ բանավոր խոսքում միշտ ժողովրդական ասացիքներ եմ բերում այլաբանության առումով։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցություն ներկայացում, խնդիրներ լուծում են ազգային ժողովում, պարոն Գրիգորյանը այդտեղի նախկին պատգամավոր է եւ կարող է խմբակցությանը այդ խնդիրը լուծի, ներկայացնի եւ ասի։ Այլաբանությունն է դա։ Այդ դեպքում Նիկոլը Աստված չի, սատանա է։ Լավ, հիմա Ես բազմիցս ախր հորդորում եմ, լավ, դուք մտածում եք, ես չեմ կարա արձագանքեմ, չեմ պատկերացնում, որ արձագանքեմ, լավ, ինչքան կարա շարունակվի անընդհատ այդ պրովոկացիաները եւ հետո կասեք, բանը պրովոկացիա է։ Նույն բանը անում եք ավական ու նիստով, ամենայն հարգանքով, էլի պրովոկացիան անում եք, ռեակցիան ստանում եք, հետո ասում եք, էս ինչ է։ Լավ, օգտվեմ իմ հարցի իրավունքից։ Սիրելի երևանցիներ, այստեղ քննարկում ենք հարց, որի համաձայն այլևս 2024 թվականից մեքենայով Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջան գալը արգելվում է ձեզ համար, շարքային քաղաքացիներից բոլորիս համար, ովքեր ի վիճակի չեն լինի տարեկան 160,000 դրամի չափով դառնալ տուգանքի մատերիալ։ Այս պոպուլիստական թիմը, որ գալիս էր արագաչափերը ներքնաշորերով փակելով, զիմզիմովին պրիվետներ ուղարկելով, խոստանում էր, որ Սաշիկի արագաչափերը վերանալու են, բայց հենց այս պոպուլիստական խոսույթը օգտագործելով շահեց մեր միամիտ, հիասթափված բնակչության մի ստվար զանգվածի վստահությունը եւ ստանձնեց իշխանությունը միանձնյա, անմիջապես սկսեց վրեժ լուծել քաղաքացիներից, հերթականորեն տարբեր պատժամիջոցներ կիրառելով։ Դրանք էին Արցախը Ադրբեջանի տարածքում ճանաչելը, մեր արցախցի հայրենակիցներին բռնի տեղահանման ենթարկելը, իրենց անմիջական մասնակցությունը չեն կարող այստեղ բացառել եւ արդեն գալիս ենք հազարավոր զոհերի մասին ենք խոսում, իսկ կոնկրետ այս պահին, քանի որ խոսում ենք Երևանի ավականու նախագծի մասին, որը պիտի հաստատվի կամ մերժվի, ես վստահ եմ, որ այն մերժվելու է, որովհետև սիրելի երևանցիներ, այս նախագիծը գալիս է բեռնաթափելու ոչ թե Երևանի կենտրոնը, այլ գալիս է բերուց Երևանը հայ մարդուց, ովքեր ի վիճակի չեն լինելու ապրել այս պայմաններում, ուղղակի լքեն մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ պարոն Գրիգորյան, գիտեք, հենց այս զարգացման ծրագրում դուք ասում եք, որ քաղաքացու միջին ամսական ծախսը մանրածախ առևտրի համար նախատեսվում է 80,000 դրամ։ Եթե բաժանում ենք 12 ամիսների մեջ, ստացվում է 13,500 դրամ։ Այսինքն 80,000 ամսական իր կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաների վրա ծախսող քաղաքացու գումարից գողանում ենք, թալանում ենք 13,500 դրամը, որպեսզի բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերը բարձրացնենք, նրանց պարգևավճարները, աննպատակ պարգևավճարները բարձրացնենք։ Նաև ուզում եմ ասել, որ մեզ խոստանում էին, որ Սաշիկի արագաչափերը վերանում են, բայց դրանք դարձան ըստ մամուլում շրջանառվող լուրերի Մարիամ Փաշինյանի արագաչափեր, եւ նաև ուզում եմ ասել, որ պարոն վարչապետ աշխատող անձը, ով օգտվում է պատավատների այդ շքերթից, իր համար ինչքան է այդ տուգանքի չափը կարմիր գծերի պարագայում կայանելը։ Եվ նաև դուք ձեր գործընկերներ Արայիկ Հարությունյանին հարցրել եք կամ Տիգրան Ավինյանին հարցրել եք, իրենք վերջին անգամ երբ են մետրոյից օգտվել, նկարահանումներ իրականացրել։ Եվ եթե դուք ասում եք, որ ի նկատի ունեք, որ քաղաքացիները չկայանեն կարմիր գծերում, արդյոք դուք առաջին հերթին ի նկատի ունեք Արայիկ Հարությունյանին, ով արդեն օգտվում է ծառայողական բրոնե պատգեր թանկարժեք մեքենայից, եւ մյուս բոլոր չինովնիկներին, ովքեր նախկինում երթևեկում 3 թվականի համար սահմանված դրույքաչափն է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին
եթե նախագիծը ընդունվի կամ չգիտեմ փոփոխվի, ինչ չափ որ կսահմանվի, դա կլինի 2024 թվականի համար նախատեսվող դրույքաչափը եւ այդ սահմանումից ի վեր արդեն հնարավորություն կլինի վճարելու։ Իսկ մեկ էլ մի բան էլի ձեր նախագծի մեջ ես չտեսա ընդհանուր ավտոկայանատեղերի սարքման նախագիծ կա, Վերգետնյա ստոր